Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy քաղաքասանիտարական հաղորդումը։ Նախքան սկսելը ուզում ենք հուշել, որ Ամերիկայում նոր սկանդալ է, պարզվել է, որ կառավարությունը Google-ի մեյլը ստուգում է քաղաքացիներին։ Հա դե նենց չի որ չեն կրան, որ ՑՌՈ-ն է ԿՎՀ-ն տենց բաներ չի անում, բայց ամեն դեպքում Չէ, հեչ, ուղղակի եթե ինչ-որ տկլոր կամ տենց խուժան նկար բան եք ուղարկել երբևէ էլեկտրոնային փոստով, գնացեք դա ջնջեք, թե չէ Օբաման կարա տեսնի, խայտարակ լինեք, անհարմար վիճակ լինի։ Իսկ այսօրվա հաղորդման մեջ դիտեք։ Ընդդիմությունը քննադատում է պետական ծախսերը։ իշխանությունը քննադատում է պետական ծախսերը։ Վերահսկիչ պալատը նույնպես քննադատում է դա։ ԲՀԿ падգամավորների իշխանության մասին։ Բորիս Բուրդայի օրեր Երևանում։ Օրվա հյուրը հայկական շոու բիզնեսի առանձնահատկությունների մասին։ Ազգային ժողովում մեծ շուկով անցկացվեցին հաշվիչ պալատի օրերը։ Հիշեցնենք, որ հաշվիչ պալատը ստուգում է արդյոք պետական միջոցները ծախսվել են արդյունավետ, թե ասենք կան տեղեր, որ թալան-շմալան եղել է։ Դուք չեք հավատա, բայց պարզվեց կան տեղեր, որ բյուջետային թալան է տեղի ունեցել։ Մալուխի 1 մետրանոց գծիկն այս անգամ էլ էր վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գրպանում եւ այն հանեց հենց իր ելույթի ժամանակ որպես ակնառու օրինակ։ Սովորական խանութներում այս մալուխի 1 մետրը վաճառվում է 130 դրամով, բայց դատարան կառուցողներ այն գնել են 1007 դրամով։ Ուղղակի հավատս չի գալիս։ Նենց տպավորություն է, որ բյուջեի փողերով ինչ-որ մեկը փորձել է իր գրպաները լցնի։ Ու դա միակ ոլորտը չէր, որտեղ չարաճճիությունը հայտնաբերվել։ Չարաշահում։ Հա, չարաշահում։ Վերահսկիչ պալատի նախագահը 3 հիմնական ոլորտ է մատնանշում, որտեղ մսխվել են պետական միջոցները՝ սոցիալական ապահովություն, շինարարություն եւ պետական գնումներ։ Սոցիալական ապահովության ոլորտը նա համարում է արդեն փակված թեմա, բայց գնումների ու շինարարության խնդիրները ճչացող են։ Շատ հաճախ նախորոք պայմանավորված սցենարով կազմակերպվում են մրցույթներ։ Չեմ հավատում, ոնց կարա հայ պաշտոնյան մրցույթը հատուկ դասավորի կամ կազմակերպի իր օգտին, ես հրաժարվում եմ հավատալ։ Այո, ես չեմ հասկանում, մենակ այս տղեն է զարմանում ես ամեն ինչից։ Ես զարմացած եմ ուղղակի, զարմացած եմ, որ մենք քննարկում ենք հարցեր, քննարկում ենք մի հատ, որտեղ որ գործ ունենք կոպիտ ասած թալանչիների հետ, յուրացողների հետ։ Պարոն Աբրահամյան, փաստորեն մենք երկուսով ենք մանտրաշ, որ սենց թալանչիներ կան։ Ոնց որ ճիշտ ուղու վրա է, հա, ընկնում երկիրը։ Բա հետո ընթաց բան էս գործերին տրվելու է, հա։ Պարոն Զաքարյան, զարմացած եմ, այս մարդկանց բոլոր գործերը նախ պետք է ուղարկի դատախազություն։ Եվ ընդհանրապես սա ոնց որ շարունակական բնույթ է կրում, որովհետև բազմաթիվ ելույթներ են եղել, հաշվետվություններ եղել, որ նույն սխալները, նույն թերությունները, նույն յուրացումները կրկնվել են։ Այո։ Չեք կարծում, որ տպավորություն կստեղծի հանրության մեջ, հասարակության մոտ, որ եթե մենք հայտնաբերում ենք այդ թերությունները, այդ յուրացումները ու ոչ մի պատիժ չեն կիրառում, ոնց որ մենք էլ ենք մասնակից։ Այդ վտանգը կա, պարոն Աբրահամյան, ինչ ճիշտ է, ճիշտ է։ Հանրությանը չգիտեք ինչ տպավորություն ասես մոտը ստեղծվում է։ Լավ, չենք շեղվում եւ այսպես ԱԺ նախագահը սուր քննադատեց թալանչիներին։ Էլի խիզախ իշխանավորներ կան։ Մենք պետք է օր առաջ ազատվենք կոռումպացված չինովնիկներից։ Այդ չաղ ու բախտավոր չինովնիկների ժամանակները անցյալում են։ Հայ դզումը, ես պահանջում եմ ավելի ուժեղ քննադատություն, ավելի բարձր պաշտոնյաներից։ Մենք միևնույն ժամանակ պարտավոր ենք ապահովել պատասխանատվությունը եւ պրոֆեսիոնալիզմը, որը շատ հաճախ մեզանում բացակայում է։ Ну, товарищи, ну не казните себя так։ Չէ, սենց որ գնա ընդդիմությանը բան չի մնա խոսալու։ Քննադատություններ են հնչում իրենց կողմից, որ պարզապես բան չի մնում քեզ ասել։ Էս էիք ուզում իշխանության երկրորդ եւ երրորդ դեմքեր։ Երկրորդը Հովիկ Աբրահամյանն է։ Բան դիմություն է, ինչ թեմաներ եք թողել ընդդիմությանը։ Սեփական արբանյակի թողարկման եւ այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թվականին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում ստեղծվել է Armcosmos փակ բաժնետիրական ընկերությունը։ Տիեզերքում էլ է փող մղսվել։ Դե որ մտածում ես տիեզերքահագին օֆշորային տեղ է։ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ։ Սա գրված է մեր բյուջեի կատարողականում։ Ո՞դե թույնա, տիեզերքն էլ ենք մեր ձեռքը Հա, վերցնում։ ուղղակի բյուջեի հաշվին։ Նիկոլ Փաշինյանը նաև բարձրացեց օֆշորային հաշիվների հարցը, որում մեղադրում են վարչապետին։ Նա ոչ միայն հայտարարեց, այլև վարչապետին մեղադրեց փողերի լվացման մեջ։ Սա զավեշտական է արդեն իսկ հայտնի օֆշորային սկանդալի ֆոնին, որովհետև այդ սկանդալը ծագել էր հենց
հերթական ադամանդագործությունը զարգացնելու մի այսպիսի դարակազմիկ ծրագրի ֆոնին Աուչ, պարոն Փաշինյան, ինչու եք անդադ փորձում նեղանկյուն գցել երկրի երրորդ դեմքին։ Իշխանության ինքնակնդատությունը հերիք չէր, այստեղ մի հատ կրեատիվ, շատ լավ պատասխան է պետք։ Փողերի լվացման մեխանիզմները հայեցակարգ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել իմ անմիջական ղեկավարությամբ։ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ շատ պարզունակ սխեմա է Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցելու այն մեխանիզմը, որում իրեն մեղադրում են։ Մարդը ստեղծել է դրա դեմ պայքարի մեխանիզմ, իսկ դուք մեղադրում եք բան։ Լավ, այդ հասկացանք, բայց մի հատ էլ ալիբի է պետք։ Ու ընդհանրապես ո՞նց են այդ օֆշորային հաշիվները ստեղծվում։ Ուր էր վարչապետը ստեղծման պահին։ Օֆշորում ընկերություն գրանցելու օրը ինքը լրագրողների հետ է եղել, իսկ ով է օֆշորում Տիգրան Սարգսյանի անունով ընկերություն գրանցել։ Որևէ մեկի համար դժվարություն չի այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով։ Չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը դրա համար։ Տենց հեշտ է, փաստորեն։ Ես խնդրում եմ ու թույլ եմ տալիս մի թեթև հաշիվ ստեղծեք, էլի օֆշորային Սերգեյ Սարգսյան անունով Կամ Նարեկ Մարկարյան անունով։ Այսքան էլ այս թեմայի մասին։ Չէ, դեռ էլի կա։ Փաշինյանը անհարմար հարց տվեց վերահսկիչ պալատի ղեկավարին։ դուք ավարտին եք հասցրել այն հսկայական դղյակի շինարարությունը Պաշտպանության նախարարության հարևանությամբ, որ անցյալ տարի դեռևս շինարարության փուլում էր։ Վերահսկիչ պալատի նախագահ դղյակ արդեն լավ չի։ Ու դե անհարմար հարց է ցակում, ինչ գումարներով է կառուցվել։ Պարոն Փաշինյան, ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցի ամբողջ ենթատեքստը։ Դե հա, ենթատեքստը դժվար չի հասկանալ։ Հա, երբ կոռուպցիայի դեմ պայքարող պաշտոնյան դղյակ է կառուցում, դա մի քիչ մտահոգիչ է։ Մտահոգիչոտ։ Եվ ձեզ ասեմ, որ 10 օր հետո, 15 օր հետո սկսվելու է երկրորդ առանձնատան կառուցումը այն մարդու անձնավորության համար, արդեն ում որ իրականում այդ ամբողջը արել է եւ պատկանում է եւ իր մնացած հողագտորի վրա պիտի լինի։ Շատ լավ ու սպառիչ պատասխան է։ Դե մի փոքր հարց դեռ բաց մնաց։ Այդ տունը ձեզ պատկանում է, թե չի պատկանում։ Դուք այնտեղ ապրում եք, թե չեք ապրում։ Հա, զուտ այդ հարցն է մնացել օդում։ Շատ լավ, որևէ մեկը չի շղթում եւ ես էլ չշղթեցի, որ տունը, որը դուք հիմա մատնանշեցիք, մենք ապրում ենք, այդպիսի բան որևէ մեկը չասեց, բայց եթե դուք ուզում եք, ես ձեզ բոլոր հիմքերը ներդրումների ցույց կտամ։ Հատիկ առ հատիկ։ Դե մենք կսպասենք, որ այդ հիմքերի բոլոր հատիկները փոխանցվեն պարոն Փաշինյանին, իսկ այդ ընթացքում փորձենք կապ հաստատել ազգային ժողովում մեր հատուկ թղթակցի հետ։ Մհեր ոնց է մթնոլորտը ԱԺ-ում։ Դե իշխանությունը արդեն 2 օր քննադատում է բյուջեից մսխված փողերը ու դե ընդդիմությունն էլ է քննադատում։ Իսկ այլընտրանքը։ Այլընտրանքը Միքայել հետ է մնում քննադատության թեմաներով։ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքրում էր բիոզուգարանների հարցը։ Եթե դրանք արդյունավետ ծախսված գումարներ չեն, ապա ինչու վերահսկիչ պալատը չի դիմում դատախազություն։ Չէ, պարոն Ուրիխանյան, սա նախորդ նիստի թեման էր։ Արդեն ռետրո թեմա է սա, հիմա մոդան մալուխներն է, տիեզերքն է, առանձնատներն է։ Իդեպ ես ներքին վիճակագրություն ունեմ, որ այդ 170 հազարանոց բիոզուգարանները այդքան էլ անօգուտ չեն։ Տարեկան 30,000 զբոսաշրջիկ գալիս է, որ դրանք տեսնի։ Բայց կարծեմ դրանցից մեկը չի աշխատում։ Դե հա, որ այդ էլ դզեն տարեկան 60,000 կգան։ Դե պետք է ուրեմն ինչ-որ ձև գովազդել այդ զուգարները, որ ավելի շատ գան։ Հա ուզում են, հիմա քննարկումներ են գնում, որ Երևանի զինանշանի առյուծի փոխարեն բիոզուգարան դրվի։ Լուրջ։ Չէ, ձեռ եք առնում։ Զինանշանի վրա բիոզուգարան նկարելը դա ահագին ծախս է, իսկ մեր կառավարությունը չի սիրում փողերը քամուն տալ։ Այս շաբաթ բացահայտվեց Դարի առեղծվածը։ Հիշում եք ավականու ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի պաստառների վրա 3 հոգեր՝ Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը ու այն սուս-փուս երրորդը՝ Աբրահամ Մանուկյանը։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ մենակ առաջին երկուսն են խոսում, իսկ Աբրահամ Մանուկյանը հպարտ լռում էր։ Ու վերջերս հասկացանք ինչու։ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը գոհ է կառավարության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից։ Այս խոստովանությունն անակնկալի բերեց կուսակից ընկերոջը Գուրգեն Արսենյանին։ Ինքը գոհ չէր։ Հա, եթե քարոզարշավի ժամանակ խոսար սենց ահագին խնդիրներ կստեղծվեին առաջին երկուսի համար։ Ու նույնիսկ Գուրգեն Արսենյանը գուցե չկարողանար դզել փչել այդ բայերը ոնց որ այստեղ։ Ես էլ ժողովրդի մեր ոնց է նորմալ ժողովուրդ է։
ասացի որ Մանուկյան Հաբոնի ինժեներն է, Մանուկյան Հաբոնի ասացի հետ կապված, ես ունեմ հատուկ կարծիք։ Բայց ցուցակի երրորդ դեմքը ի վերջո պոկվում է Արսենյանի կապանքներից ու անզուսպ գովում է ամեն ինչ։ Եթե ես երկրի չեմ թողել գնացել ու մեզ գոհել։ Լրագրողներին անակնկալի բերեց հատկապես ընդդիմադիր падգամավորի խոստովանությունը, որ իր համար Սերժ Սարգսյանը խորհրդանիշ է, նրան պետք է հանգիստ թողնել։ Նախագահին չի կարելի ընդհանրապես շատ քննադատել ու ասել։ Դուք նայեք, այս ամբողջ հանրապետության հոգսը, բեռը մի մարդու սերիայի մնաք։ Այս ինչ իշխանամետ այլընտրանք էր։ Ու ընդհանրապես այս մարդուն ինչի են մցրել ավականու ցուցակ, ու sense պաստառի վրա էլ sense ցուցադրաբար տեղադրել։ Նարեկ ջան, դա դասական PR քայլն է։ Ամեն մեկը իր տեղը ուներ այնտեղ։ Օսկանյանը թիմի ինտելեկտն էր, Արսենյանը ֆիզիկական ուժը։ Բա այս մարդը, այս մարդն էլ վայրենի սեքսուալ կերպարը։ Լավ, ելով խոսեց ԲՀԿ-ից։ ԲՀԿ-ական Միքայել Մելքոմյանի տարբերություն կուսակից գործընկերոջ հիացած չէ։ Չեղավ, այս ամիս էլ ոչ մի Մելքոմյան։ Ժողովրդին ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Հուլիսից։ Այսօր մեր հյուրն է հայկական շոու բիզնեսի աստղաբան Մայքլ Սիմոնյանը։ Բայց Մայքլ Սիմոնյանց մենակ էլի։ Իմ մոտ Սիմոնյանա գրած։ Ոնց կարա Մայքլից հետո Սիմոնյանն լինի։ Մայքլը սպասումները sense բարձրացնում է, եթե լինի Սիմոնյան sense կընկնի, չէ՞, դրա համար Սիմոնյանց։ Լավ, ինչևէ, այսօր ձեզ հրավիրել ենք քննարկելու Արամեի նոր Մամա երգը։ Հա, Արամեն շատ մոտ ընկերը, սա շատ մոտիկ ենք մենք։ Դա ոչ մեկին հետաքրքիր չէ, եւ այպես Արամեի նոր Մամա երգը, որը կարծես թե 100 անգամ լսել ենք, փորձենք քննարկել այս փոքրիկ հատվածից հետո։ Ես քեզ սիրում եմ մամա, աշխարհում այս դու միակն ես, դու արթուն իմ հրեշտակն ու կյանքն ես, քեզ պաշտում եմ մամա։ Այո, իսկապես հրաշալի նոր երգ, որը արդեն 150 անգամ լսել ենք։ Այսինքն համաձայն եք։ Ժորժ, սա հայկական շոու բիզնես է, եթե ինչ-որ բան, ինչ-որ մեկի մոտ մի անգամ աշխատել է, դա նշանակում է, որ բոլորը պետք է կրկնեն, իսկ Մայրիկի մասին երգերը դա երրորդ ամենակրկնվող երգերն են Հայաստանի շոու բիզնեսում։ Բա առաջին երկուսը։ Դե առաջինը Հայաստանի մասին երգերն են, երկրորդը Երևանի մասին երգերն են, երրորդն էլ Մայրիկի մասին երգերը, ու դա շատ լավ է, որովհետև մարդիկ կարող են նմանացնեն դա իր սիրված Մայրիկի մասին երգերը։ Նմանացնեն չէ, ախր բոլորը ոնց նույն երգը լնեն։ Մի հատ նայենք։ Մայրի մանուշ ու թանկագին, քեզ սիրել եմ ես անչափ։ Տեսեք, եթե նկատեցիք, Արամեն նստած էր իր կլիպի մեջ, իսկ բոլորը կանգնած էին։ Հայկական շոու բիզնեսի համար սա արդեն մեծ տարբերություն է։ Իսկ ինչու է մինորային երգ։ Ինչու են Մայրիկի մասին բոլոր երգերը տխուր մի տեսակ։ Ուշադիր չես լսում։ Ասեցի, մեկ արդեն արել է տխուր երգ Մայրիկի մասին ու դա լավ աշխատել է։ Հայ հանդիսատեսը պատրաստ չի լսել Մայրիկի մասին ուրախ երգ ու դրա շատ տխուր մի հատ օրինակ ունենք։ Երգիչ Ասատուր Քրիստոֆերին հիշում եք։ Ասատուր Քրիստոֆեր, չէ։ Բա հենց այդ է Ասատուր Քրիստոֆերը 2001 թվին փորձեց ուրախ երգ երգել Մայրիկի մասին ու հետո տեսակ ինչ եղավ, նրան ոչ մեկ չի հիշում։ Երբ որ ուզում է այդ ուրախ երգը ձայնագրել մամջանը, սաղ ասում էին գործ չունես Ասատուր Քրիստոֆեր ջան, տենց երկար չես ձգի շոու բիզնեսում, երկրորդ Կարեն Գալուլյան կդառնաս, բայց չլսեցի։ Ու հիմա երգիչներին զգուշացնում են նա երկրորդ Ասատուր Քրիստոֆեր չդառնաս։ Լավ, բա այն մյուս 250 երգիչ երգչուհիները, ովքեր արդեն ունեին ձայնագրած տխուր երգ Մայրիկի մասին, իրանք չեն բողոքում, որ նոր տխուր երգ կա։ Դե իրանցից հարցնենք։ Ամեն անգամ 300-րդ անգամ, որ այդ երգը ձայնագրում են, մամա երգը, մարդիկ սխալվում են ու էլի իմ դիսկն են առնում, նույն երգով։ Նենց որ շարունակեք նույն երգը ձայնագրել, իմ գործը դրանից միայն զարգանում է։ Ես սկզբից մտածում էի cover ենք արել, այսինքն իրանց երգն են երգում, բայց հետո պրոդյուսերը ասաց, որ դա լրիվ նոր երգ է։ Երկու տարբերակ։ Հա՞։ Չեք նեղվում, որ նույն երգն եք երգում։ Բայց ես չեմ երգում, իմը պլյուս է, ֆոնոգրամ է։
Տեսնում եք ինչ համերաշխ շոու բիզնես ունենք, ոչ ոք չի նեղվում, որ ինչ որ նոր երգիչ 350-րդ անգամ նույն երգը երգում է։ Այո, ես հիացած եմ, շնորհակալություն Միքայել Սիմոնյանցի։ Michael։ Եթե պնդում եք, լավ, ես էլ գնամ, ես պետք է նոր երգ գրեմ դժբախտ սիրո մասին է, եթե ինչ որ մեկը կուզի երգել, ես պատրաստ եմ վաճառել։ Այս թվում մի փոքր հերթ կլինի այնտեղ։ Իսկ դուք մնացեք առաջին շոու բիզնեսայինի հետ։ Գյումրիում շատ լարված վիճակ է, կադաստրն ու քաղաքապետարանը իրար միս են ուտում։ Հա ինչ, էլի կարևոր թեմա է։ Գյումրիի քաղաքապետարանի ու անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային կառույցի միջև կարելի ասել կռիվ է ընկել։ Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանը մի շարք օբյեկտների նկատմամբ կադաստրի կայացրած գործառույթները ոչ օրինական է համարում ու գտնում է, որ այն ինչ օրենքով համայնքին է վերապահված, դա կադաստրն է իրականացնում։ Ինչ է ասում քաղաքապետարանը։ Եթե համայնքին վերաբերվող որոշումը համայնքին վերաբերվող գործառույթը փոխվում է այլ մարմնի կողմից, այս պարագայում կադաստրի կողմից, առնվազն պետք է համայնքին տեղյակ պահվեր, հարցներ կարծիքը եւ առաջարկել փոփոխություն կատարել, քանի որ համայնքն է լիազորված դա անել։ Ինքնական փոփոխելու ուղում կատարելու լիազորություն կադաստրը կամ այլ մարմին չունի։ Կադաստր դուք ինչ կասեք։ Եթե այսօր դուք ընդունել եք հաշվեկշիռը ձեր պաշտոնավարման ժամանակը հատվածում եւ դուք տեսնում եք, որ նշյալ տարածքը արդյունաբերականը փառքասու արդյունաբերական տարածքում չէր կարող լինել արտադրական հասարակական կառույց։ Ես քաջատեղակ եմ, որ այդ տարածքում գործում է գազալեցակ կայան։ Ոյքու։ Okay, մենք միջևեր չենք հասկանում ինչա կատարում Գյումրիում, բայց այն որ քաղաքապետարան ու կադաստրի իրար հետ չունեն, դա արդեն լավ է։ Հա, առնվազն ձեր հրապարակը այդքան հեշտ չեն ուրբանիզացնի։ Գյումրեցիներ ջան, մենք ձեզ հետ ենք։ Իսկ հիմա սենսացիոն, ես կասեի շոկային նորություն։ Սերգեյ, Հայաստան է ժամանել աննախադեպ մշակութային մեծություն։ Նարեկ։ Մարդ, որին Հայաստանը սպասում էր արդեն շատ վաղուց։ Սերգեյ, Էքսկլյուզիվ այցով նաև այցելել էր Բրյուսովի ռազմալեզվական համալսարան։ Նարեկ։ Այո, տիկնակ եւ պարոնայք, Հայաստանում էր Բարիս Բուրդան։ Այն 90-ականներին, որ ռուսական շտոկտեկական բան հիշում եք։ Այն կարդացած ակնոցներով մարդը։ Մի խոսքով դիտեք Մհեր Խաչատրյանի ռեպորտաժը Բուրդայի էպիկենտրոն Բրյուսովից։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ մի աննախադեպ դարակազմիկ իրադարձություն։ Բրյուսովի անվան համալսարանում հանդիպում էր կազմակերպվել Բորիս Բուրդայի հետ։ Ուսանողների եւ դասախոսների ոգևորությունը ուղղակի աննկարագրելի էր։ Դուք տեղյակ եք, որ Բարիս Բուրդան է եկել, կներեք, որ ընդհատում եմ։ Բարիս Բուրդանը հիմա 50 մետր են կողմ։ Բարիս Բուրդան է եկել։ Բարիս Բուրդան։ Հիմնականում հուզմունք, ահա որ ձեռքերս դողում են, չգիտեմ, սպասում հեսա դուրս կա նկարվեմ, հետը մի հատ ավտոգրուպ վերցնեմ։ Պատկասմեք, որ ձեզ հիմա ընդամենը 30 մետր է բաժանում։ Ուր է ինքը։ Կներեք, ես չեմ կարող խոսեմ, ես պետք է քանիկակը շատապեմ։ Բարիս Ասկարովիչ Բուրդա։ Գիտեմ։ Երևի չլսեցիք, Բարիս Բուրդա։ Բարիս Բուրդան է եկել, ինչ եք զգում հիմա։ Հապարտություն։ Բարը ձեզ, ինչ եք զգում հիմա Բարիս Բուրդայի այցի հետ կապված։ The teacher here from India. What do you feel about Boris Burda? What Boris? Boris Burda is here. What is Boris? Boris Burda. No, I don't know Boris Burda. Մաման էսա կարել, քննությունս քանց Boris Burda. Boris Burda թե մոդուլ։ Նախնից մամբյոնում աշխատանքի միայն չեմ տեսել։ Ինչ աշխատանք Բարիս Բուրդան եկել եք, դուք աշխատում եք։ Հա, հուզված եմ։ Ոգևորություն չեմ զգում, տեսեք Բարիս Բուրդայի այցի հետ կապված։ Կար ինչ չկա։ Ստեղ չկա։ Ստեղ պիչել են, որտեղ պատրաստվել են գրավոր աշխատանք։ Do you like Boris Burda or Fyodor Dvidyatin more or Alexander Druz? Which one of them is smarter? I don't know Boris Burda is like gender. Շնորհավոր Բարիս Բուրդան է եկել ձեր համալսարան։ Ինչ եք զգում հիմա։ Եվ ճալիքություն։ Բարիս Բուրդա։
Hey, Brusso? Brusso, in Boris Burda, Brusso, Boris Burda and Brusso. Yes, he's good. He's good, yeah? Good. And this university is very well. And Boris Burda? Boris Burda also well. В Ереван приехал Борис Бурда. Вот как вы оцениваете его значимость его приезда? Борис Бурда, сейчас надо вспомнить. Да, это знатоки, да? Что, где, когда? А я про него ничего не знаю. Իսկ հետո ես անձամբ Բորիս Բուրդային հարցրի, թե ինչ պլաններ ունի նա կապված Հայաստանի հետ։ Планы в основном связаны с тем, что я в своих кулинарных работах буду продолжать говорить о массе замечательных сторон армянской кухни, о тех блюдах, которые я уже приготовил, но не описал. Այո, Բորիս Բուրդան հեռանում է, իր հետ տանելով Հայաստանի մի պատառ իր սրտում եւ ստամոքսում։ Այսքան էր այսօրվա Arm Comedy-ն։ Եվ վիդեոբոցը։ Ոստիկանատունն օրհնված ամնաց, որ մենք դարձի գանք։ Դարձի գանք Արմեր Խիղճ, Արմեր Աստված, դարձի գանք ու գնանք ճշմարիտ ոստիկանական ուղով։ Oh, that shot, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Апа, в общем, верч. Ураз. Алло, спаси. Алло, здрасте, а Федю можно? Да, Двинятина. Федь, привет, это Сергей из Еревана, да. Слушай, здесь Бурда был, у него полный шланг. Приезжай, тоже сделаешь какой-нибудь концерт. Не знаю, о черном ящике расскажешь. Пусть друзья возьмет с собой. Да, и друзей возьми с собой.